Առաջին հարցը ընտրական օրենսգրքի փոփոխությունների ու լրացումների մասին էր։ Ըստ հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլակյանի, փոփոխությունները միտված են քվեարկության նկատմամբ վերահսկողություն նախատեսող արգելքի համար գործիքի լավարկմանը։ Նրա խոսքով նախագծերի հրատապությունը պայմանավորված է հունիսի 7-ին նախատեսվող ընտրություններով, ուստի ըստ Ջուլակյանի անհրաժեշտ է նախապես ապահովել դրանց կազմակերպման արդյունավետ մեխանիզմները։ Առաջին նախագիծն ունի երկու կոմպոնենտ։ Մեկը վերաբերում է քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմի լավարկմանը, մյուսը վերաբերում է կուսակցությունների անվանումներին։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով կա միջազգային պրակտիկա, Հայաստանի Հանրապետությանը տրված խորհրդատվություն, որ ընտրություններից 1 տարուց պակաս ժամանակահատվածում խաղի կանոնները չեն փոխվում։ Հիմա որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե այս ընտրական օրենսգրքի փոփոխության նպատակը ինչ է։ Ընտրություններին մնացել է 2 ամիս, դուք կոչում եք դա վրիպակ, բայց անկյունաքարային փոփոխությունը, որ առաջարկում եք։ Արուսյակ Ջուլակյանը նշեց, Վենետիկի հանձնաժողովն ունի նման ռեկոմենդացիա, որով խորհուրդ չի տրվում փոփոխություններ կատարել ընտրություններից կարճ ժամանակ առաջ, բայց դա վերաբերում է հիմնարար հետևյալ կանոններին՝ ընտրակարգին, ընտրական հանձնաժողովներին անդամակցության հարցին եւ ընտրատարածքների փոփոխություններին։ Այս 3 նշված կետերից եւ որևէ մեկին մեր կողմից կատարվող տեխնիկական բնույթի վրիպակի շտկումը վերաբերելի չէ։ Ուստի օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության ուժը կորցրած ճանաչում պետք է գնահատել որպես տեխնիկական վրիպակ, որը անհրաժեշտ է շտկել իրավական սահմանված ընթացակարգերով։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը հայտարարեց, սա հակաիրավական է։ Ըստ նրա, քաղաքական հայտ ներկայացրած ընդդիմադիր ամենամեծ ուժն արդեն իսկ հայտարարել է իր անունը։ Մինչդեռ ընտրական օրենսգրքի փոփոխությունով օրենք է ներկայացվում, որը սահմանափակում է դա անել։ Ուստի պատիվ ունեմ խմբակցությունը բնականաբար դեմ է քվեարկելու թե դրան օրակարգին ընդգրկվելուն, օրակարգին բուն եւ թե բուն օրինագծին։ Ձեր դարտը թողած գնացել եք 8 երկրի քաղաքացու դարտն եք լացու։ Դուք ձեր դարտը լացեք, հատկապես որ լացելու շատ բան ունեք։ Իշխանական թևից նշեցին, համամասնական ընտրակարգին անցնելու նպատակն այն էր, որ ընտրությունները կենտրոնանան ոչ թե անձերի, այլ կուսակցությունների եւ քաղաքական գաղափարների շուրջ։ Արման Եղոյանի խոսքով այդուհանդերձ յուրաքանչյուր ուժի քվեաթերթիկի վրա գրվելու է տվյալ ուժի վարչապետի թեկնածուի անունը։ Դա կտող կա, թող գրի ցուցակի առաջին համա Սամվել Կարապետյանը։ Չի կարող գրել, ուրեմն չի կարող դառնալ վարչապետ։ Ուժեղ քյաբաբ, ձեթոտ պերաշկի ելույթներին չշրջանցվեցին նաև այս արտահայտությունները, երբ քննարկվում էր նախագծի հրատապության հարցը։ Այսինքն, եթե ուժեղ քյաբաբ կամ ձեթոտ պերաշկի այդքան զազելի է հնչում, ձեթոտ պերաշկին, որ հատկապես զզվելի է հնչում, այդ դեպքում պետք է դա շուտ բերել։ Ոչ թե նրանից հետո սկսեցին ձեթոտ պերաշկի ուտել ավտոբուսի մեջ առանց անձեռոցիկի։ Պերաշկին այնուամենայնիվ ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան թե դուք։ Պերաշկին դարձել է ձեր առանցքը։ Ոնց է երկիր մոլորակը պտտվում իր առանցքի շուրջ, դուք, եթե մենք ձեր առանցքից հանենք պերաշկին, դուք կքանդվեք։ Միջավետ էլ նշեր, որ տենց մի բան էիք։ Հարակից զեկույցով հանդես եկավ Արդարադատության փոխնախարարը, նա ընդգծեց կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Դաշինքի անունը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։ Մյուս փոփոխությամբ քվեաթերթիկն անվավեր է ճանաչվում, եթե այն կամ ծրարը ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրարում բացի քվեաթերթիկից արկա է ցանկացած այլ իր։ Ըստ էության լրացվում է այն սխալը, որը որ տեղի ունեցել 2024 թվականին։ Եզրափակիչ իր ելույթում հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլակյանն անդրադառնալով ընդդիմության քննադատություններին նշեց, որ նրանց թույլ չեն տալու օգտագործել ժողովրդավարության գործիքները ժողովրդավարության դեմ պայքարելու համար։ Ժողովրդավարությունը տեր ունի այս երկրում եւ դուք ձեր ծոծորակը կտեսնեք, բայց չեք տեսնի, որ նորից կվերազավթեք ժողովրդի իշխանությունը։ Այսքանը շնորհակալություն, ցտեսություն։ Այսպիսով հարցի քննարկումն ավարտվեց, հաջորդ հրատապ նախագծերը վերաբերում էին ջերմոցների տեղական տուրքերին, առողջության համընդհանուր ապահովագրությանը, տեսալսողական մեդիա օրենքին։ Թե առաջին եւ թե երկրորդ ընթերցման օրակարգում ներառված այս 4 նախագծերն էլ ընդունվեցին։ Տիգրան Ուվակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։